Քոչարյանը, Ծառուկյանն ու Կալուգացին մանտրայի պես անընդհատ կրկնում են, որ մեզ երաշխավոր ա պետք, մենք երաշխավոր չունենք։ Բայց եթե զուտ փաստաթղթային իմաստով նայենք, մենք ունենք երաշխավոր։ ՀԱՊԿ-ը բազմակողմ ֆորմատում, Ռուսաստանն էլ երկկողմ ֆորմատում 97 թվականի պայմանագրի հիման վրա, երկուսն էլ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության երաշխավոր են։ Երկուսն էլ գրավոր պարտավորվել են, որ երբ որ մեր սահմանների վրա հարձակում լինի, նրանք պարտավոր են միջամտել։ Դե իհարկե տեսել ենք ինչ ա եղել իրականում, երբ որ նման բանի մենք բախվել ենք, բայց հարցը դա չի։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, Քոչարյանը, Ծառուկյանն ու Կալուգացին, երբ որ ասում են մենք երաշխավոր չունենք, մեզ երաշխավորապետ, ինչ են ուզում ասեն։ Ուզում են ասեն, որ Ռուսաստանը իրականում մեր երաշխավորը չի, հա, կամ ուզում են ասեն, որ իրենք չեն վստահում, որ երբ որ պահագա Ռուսաստանը երաշխավորության իր պարտավորությունը կատարելու է, եթե դա են ասում, թող ուղիղ ասեն, ինչ են սեթևեթում։ Թող ուղիղ ասեն, պարոն Քոչարյան, պարոն Ծառուկյան, Հարգարժան Կալուգացի, երեք ուղիղ ասեք դա, չեք ասի, որովհետև չեք կարող դուք դա ասել։ Որովհետև իրականում, երբ որ դուք ասում եք մեզ երաշխավորներ են պետք, դուք նկատի չունեք, որ մեզ նոր երաշխավոր ա պետք։ Դուք նկատի ունեք, որ մեզ պետք է նույն են հին երաշխավորությունը, որ գրոշի արժեք չունի, որովհետև երբ որ պահը գալիս այն չի գործում։ Դուք նկատի ունեք ոչ թե խաղաղության երաշխավորություն, դուք նկատի ունեք հակամարտության շարունակման երաշխավորություն։ Այ դա է ձեզ պետք։ Իսկ եթե ավելի հեռում գնամ, դուք ոչ մի բան էլ նկատի չունեք, ձեզ ոչ մի բան էլ պետք չի, որովհետև դուք այդքան չկա որ ինչ-որ բան նկատի ունենաք կամ ձեզ ինչ-որ բան պետք լինի։ Ձեզ ասում են, դուք կրկնում եք։ Բարի սիրելի քաղաքացիներ, երեք թույլիկները իրենց Facebook-յան էջում մի զզվելի, մի եղկելի տեսանյութ են տեղադրել, որ միայն այս երկրի վատը ցանկացողը կարող է անել, միայն ստահակները կարող են իրենց թույլ տալ նման տեսանյութեր տեղադրել, էլի կրկին ցույց տալով, թե իբր ոնց են պայքարում ադրբեջանցիների վերադարձի դեմ, զզվելի տեսարաններով, Սաֆարովի դեմքով, կարծես Սաֆարովի պաշտպանը լինեն ու Սաֆարովի ամենամեծ ջատագովը Հայաստանում, որ Հայաստանի քաղաքացիներ տեսնեն այդ մարդասպանի դեմքը։ Եվ ես ուզում եմ հիշել մի հայտնի ասացվածք, որ բոլոր ստահակների վերջի հանգրվանը հայրենասիրությունն է եւ այս ստահակները ոչնչով չեն տարբերվում դրանցից։ Ռուսաստանից ընտրակաշառքով Կալուգացի Սամոյի համար Հայաստան ժամանածները կներգրավեն 25-օրյա վարժական հավաքներին։ Երեկվանից ինչ-որ անհասկանալի քննարկումներ են սկսվել, արդյոք պետք է այդ մարդիկ ներգրավեն 25-օրյա վարժական հավաքներին, թե ոչ։ Պատասխանը միանշանակ է՝ այո, պետք է ներգրավվեն։ Մի պարզ պատճառով, որովհետև եթե այդ մարդիկ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ունեն Հայաստանում ընտրելու իրավունք, բնականաբար նաեւ ունեն պարտականություններ Հայաստանի Հանրապետության հանդեպ եւ պետք է ներգրավեն 25-օրյա վարժական հավաքներին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կխուսափեն 25-օրյա վարժական հավաքներից, բնականաբար կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Լավ օր ձեզ։ Սա չափազանց կարևոր է, լսենք ու տարածենք։ Դա հիմա չի հայտնի, ինքն համ իրան պետք չի որ հայտնի։ Այդ ինտերվյուներից հետո պատենով եղած ցեներն չփախն իրականում։ Դե, ակաշիդն է, 3 ուժներ, Քոչարյան դոտ, աշիդ միանալու են իրար, բայց իրանց մեջ էլ է կռիվ կետա, ինչ իմար, լիդերի կռիվն է, որ ուժը շատ ձեն տարա։ Այս ձայնագրությունը հրապարակել է հակակոռուպցիոնը, այս ձայնագրությունը արվել է Քոչարյանի շտաբում։ Քոչարյանի շտաբում խոսում են նրա մասին, որ իրանց բառերով ասած Դոդը, Բութ, Ծառուկյանը, Քոչարյանը եւ Սամոն միանալու են իրար ընտրություններից հետո։ Սա չափազանց կարևոր է։ Եթե միջև այս պահը չկար հաստատված նրանց կողմից նմանատիպ բան, ապա հիմա սա առավել քան հստակ է։ Սրա մասին խոսում են իրենց շտաբի պետերը։ Նախ տարածեք այս տեսանյութը, պարտադիր տարածեք այս տեսանյութը, որ չլինի մարդ, որ չիմանա սրա մասին, որ սրանք բոլորը նույնն են ու իրենք իրենց շտաբներում են խոսում սրա մասին։ Երկրորդ, միակ հակաքայլը սրա դեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրելն է։ Թույլ չտաս, որ քեզնից գողանան քո երկիրը։ Թույլ չտաս։ Քվեաթերթիկ 16 տարածիր տեսանյութը։ Ժողովրդի թիկունքում հերթական դավադրությունն է հյուսվում։ Հակակոռուպցիոն կոմիտեն Քոչարյանի շտաբից բացահայտել է ընտրակաշառքի հերթական դեպքը, միաժամանակ բացահայտելով ընդդիմության հրեշավոր ու դավադիր պլանը։ Ժողովրդի թիկունքում լսեք։ Ուժներ, Քոչարյան դոտ, աշիդ միանալու են իրար, բայց իրանց մեջ էլ է կռիվ կետա, ինչ իմար, լիդերի կռիվն է, որ ուժը շատ ձեն տարա։ Լսեցիք, Քոչարյանը, Դոդը,
այն Ծառուկյան Գագոն ու Կալուգացի շպիոնը FSB-շնիկ Սամվել Կարապետյանը ի վերջո միավորվելու են։ Սա է ընդդիմության դավադիր ու հրեշավոր պլանը ժողովրդի թիկունքում։ Ու սրա մասին արդեն մենք չենք ասում, սրա մասին ասում են քոչարյանականները։ Իսկ սրա դեմ պայքարելու կա ընդամենը մեկ ձև, մեկ մեթոդ։ Հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս ու տեր կանգնել խաղաղությանը, մերժելով Հայաստանի Հանրապետության դեմ կռիվ տվող պատերազմի եռագլուխ կուսակցությանը։ Դիմում եմ ընտանիքների հայրերին եւ մայրերին, տատիկներին եւ պապիկներին։ Մեր այցերը մարզեր եւ Երևան քաղաք նաեւ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ձեր մեծամասնությունը ձայն է տալու քաղաքացիական պայմանագրին, որովհետեւ դուք ամենալավը գիտեք խաղաղության արժեքը, դուք տեսնում եք, հետևում եք եւ տեսնում եք, թե ինչ աշխատանք է կատարում քաղաքացիական պայմանագիրը։ Սա կարևոր է, որ դուք անպայման գնաք ընտրության, բայց կարևոր է, որպեսզի ձեր ընտանիքների երիտասարդ անդամները նույնպես գնան ընտրության։ Փորձը ցույց է տալիս, որ նրանց մեծամասնությունը նախընտրում է այդ օրը չգնալ ընտրական տեղամասեր, եւ ես ձեզ խնդրում եմ, որպեսզի դուք զրուցեք նրանց հետ։ Նրանց բացատրեք խաղաղության արժեքը, նրանց բացատրեք անցած տարիների արված աշխատանքը, նրանց հիշեցնեք, թե 2018-ից առաջ ինչ իրավիճակ է եղել Հայաստանի Հանրապետությունում եւ միասին հունիսի 7-ին գլուխներդ բարձր եւ դուխով, ընտանիքով գնալ ընտրության, որովհետեւ այս ընտրությունը չափազանց կարեւոր է։ Օտար ներկայացուցիչները չեն կարող ձայն ստանալ եւ կարեւոր է, որպեսզի ձեր ընտանիքները ձայն տան խաղաղությանը եւ կատարված աշխատանքին։ Եվ արդեն իսկ օրինակ ծաղիկի խմբականակ կա, որ մեկնել է բոլորովին նոր շուկա եւ այդտեղ սպառվում է։ Ես այսօր մի ուրիշ զարմանալի պատմություն եմ իմացա։ Մարտունու թիվ 2 դպրոցում պարզում է մի այսպիսի բան է տեղի ունեցել։ Դպրոցի նորոգման համար մարզադահլիճի հատակը քանդել են եւ հատակի տակ հայտնաբերել են 1998 թվականի նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ։ Ես չգիտեմ ձեզնից ով գիտի այդ պատմությունը, ես առաջին անգամ եմ լսում։ Ես չգիտեմ արդյոք իրավապահները զբաղվում են կամ զբաղվել են այս հարցով, բայց սա իսկապես շատ կարևոր պատմություն է։ Բայց եկեք վերադառնանք ժողովուրդ ջան եւ տեսնենք ովքեր են նրանք, որ ժողովրդի ձայնը շարունակաբար եղծել են։ Այդ նույն մարդիկ են, ովքեր այսօր հանդես են գալիս պատերազմի եռակլուխ կուսակցության ներքո։ Այդ նույն մարդիկ են ուժեղ Հայաստանը, որտեղ հավաքված են Սերժ Սարգսյանի երբեմնի մանկլավիկները եւ նրա քաղաքական հոգեզավակները, որ ձեր քվեաթերթիկները լցնում էին Սևանա լիճը եւ պահում էին դպրոցի հատակների տակ։ Այդ նույն մարդիկ են Ռոբերտ Քոչարյանը եւ Դաշնակցությունը, որ ձեր ձայները կեղծում էին, լցնում էին Սևանա լիճը եւ թաքցնում էին, թաղում էին հողի մեջ։ Այդ նույն մարդիկ էին Գագիկ Ծառուկյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը իր ցուցակը լցրել են գործակալները։ Այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես,
եւ այդ մեկ մարդը դու ես։ Կարծիք ունեք այն քաղաքական ուժի մասին, որոնք կեղծ թեզեր են տարածում ի օգուտ Ադրբեջանի, իբրև 300,000 ադրբեջանցի պետք է մուտք գործի Հայաստան։ Իհարկե շատ վատ աղջիկներ, իհարկե։ Յուժենի չեն հասկանում, որ այդ ստով ինչ են անում, ջրաղացին ջուր են լցնում ադրբեջանցու, հա։ Կեղծ թեզեր են տարածում ի օգուտ Ադրբեջանի, իբրև 300,000 ադրբեջանցի պետք է մուտք գործի Հայաստան։ Սուտ են խոսում նրանք։ Ինչ ասեմ, նրանց մենք չենք ընդունում։ Ինչ կարծիք ունեք այն քաղաքական ուժի մասին, որոնք կեղծ թեզեր են տարածում ի օգուտ Ադրբեջանի, իբրև 300,000 ադրբեջանցի պետք է մուտք գործի Հայաստան։ Այդտենց բան գոյություն չի ունենալու։ Էդ է իմ ասածը։ Գոյություն չի ունենալու, նրանք չեն կարող մտնել Հայաստան։ Մեր ընդդիմադիրները ասում են, որ իրենք մուտք են գործելու Հայաստան։ Գլուխները պատին են տալի ամեն ասողին, որ լցեն Բաղդադում էլ խիար են ծախում, դե Թոյթան վազեն առնեն։ Այդքան բան կասեմ, Թոյթան ռազները քաշեն սառնեն։ Ամեն մարդը պետք է հավատալ։ Չեք կարծում, որ ադրբեջանցիներ կգան, երբ որ պարոն Փաշինյանը նորից ընտրվի։ Չեմ կարծում։ Ճիշտ է անում, որ Ռուսաստանից Սամվել Կարապետյանի համար ժամանած ՀՀ քաղաքացիներին ուղարկում է 25-օրյա վարժական հավաքների։ Ինչու՞։ Որովհետև խախտում է օրենքը Սամվել Կարապետյանը։ Այն օրենքը, որ հրավիրում են, ինձ էլ են առաջարկել, ասում են Սամվել Կարապետյանը մարդկանց է տանում Հայաստան, որ ընտրեն իրանց։ Կգնաք, իհարկե ոչ։ Դուք կուզենաք մեր երկիրը կործանվի։ Բա ով է Սամվել Կարապետյանը։ Մի հատ անգրագետ, երկու բառ իրար կպցնել չգիտի, բախտը բերել է դառել է միլիարդատեր։ Այդքան բան։ Արդյոք իշխանությունը ճիշտ է անում Ռուսաստանից Սամվել Կարապետյանի համար ժամանած ՀՀ քաղաքացիներին ուղարկում է 25-օրյա վարժական հավաքների։ Այո, շատ ճիշտ է։ Ինչու՞։ Այդպես է պետականություն պահպանելու համար այդպես է պետք։ Արդյոք իշխանությունը ճիշտ է անում, որ Ռուսաստանից Սամվել Կարապետյանի համար ժամանած ՀՀ քաղաքացիներին ուղարկում է 25-օրյա վարժական հավաքների։ Ես դրա մասին չեմ լսել, անկեղծ ասած, առաջի անգամ ձեզանից եմ լսում, դեռ եթե կառավարությունը բանան, ոնց գիտի ինչ անում։ Ճիշտ է։ Այո։ Ելի հայրենակիցներ ողջունում եմ բոլորիդ, եւ հունիսի 7-ին մեզ մնացել է ընդամենը մի քանի օր եւ վստահորեն մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը արդեն իսկ կողմնորոշվել է թե ինչպիսի ընտրություն է կատարելու, բայց այսօր խոսքս ուզում եմ հղել այն մարդկանց, ովքեր որ մեզ չեն ընտրել։ Մեզ չեն սիրում վարչապետին, ինձ, մեր թիմակիցներին եւ ես վստահ եմ, որ կլինեն պատճառներ մեզ չսիրել եւ մեզ չընտրելու։ Բայց այնուամենայնիվ մի կոչ ունեմ եւ մի հորդոր ունեմ ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Մի ընտրեք այնպիսի ուժերին, որոնք որ ծառայում են այլ երկրների հատուկ ծառայությունների ցուցումներով են գործում, որովհետև նրանք չեն ներկայացնում ձեր շահերը, նրանք չեն ներկայացնում մեր երկրի շահերը։ Մի ընտրեք այնպիսի ուժերի, որոնք որ համատարած ընտրակաշառք են բաժանում, նրանք ուզում են մի իրավիճակ վերականգնել, որտեղ որ իրենք եղել են տերը, իսկ այս ժողովուրդը իրենց ծառան։ Եվ 2018 թվականին մենք այդ տխմար համակարգը բոլորս միասին մերժել ենք եւ ես վստահ եմ, որ դուք չեք ուզում այդ համակարգի վերականգնումը։ Եվ ես նաեւ վստահ եմ, որ 19 ուժերի մեջ դուք կգտնեք այնպիսի ուժեր, որոնք որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, որոնք որ ընտրակաշառք չեն բաժանում, որոնք որ դեռևս չեն կեղտոտվել նմանատիպ process-ներով եւ այնուամենայնիվ դեռևս ցանկանում են փոփոխություններ տեսնել, որոնք որ միգուցե մենք չենք կարողանում բերել։ Հետևաբար բոլորիս մաղթում եմ հունիսի 7-ին ժողովրդավարական, ազատ եւ անկախ ընտրություններ, իսկ ընտրակաշառք բաժանող եւ այլ երկրներին ծառայող սրիկաներին շուտ ապույտ քաղաքական մահ։ Եվ շատ կար, հիմա ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում։ Հիմա եկեք գնանք տեսնենք 2021 թվականին ինչ են ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունն ասում էր Սևանը տվել է։ Սևանը տվել են։ Ընդդիմությունը ասում էր 21 թվի նախընտրական քարոզարշավին, ասում են եթե ԿՊ-ի օգտին քվեարկեք, հələ այն ժամանակ շատ բարեգութ էին։ Ասում էին բանի Սևանի արևելյան ափին նկատի ունեին Շորժայից միջև Մասրիկ։
ադրբեջանցիներ են գարնու ապրել, եթե բանի կպեի օգտին քվյարկեք։ Այսօր քանի ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում, ժողովուրդ ջան։ Այսօր էլ նրանք նույն տրամաբանությամբ տեսնելով, որ մենակ շորժամասրիկ հատվածը տպավորություն չի թողնում, հիմա էլ մտցրել են 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմա։ Ոնց որ 2020 թվին լրտեսական առաքելություն էին կատարում, ներդնելով Միչանցքի եւ 21 թվին Սևանի արևելյան ափի թեման, նույն ձևով այսօր էլ լրտեսական առաքելություն են կատարում, ներմուծելով 300,000 ադրբեջանցի թեմա, չի եղել այդպիսի թեմա, չկա եւ չի լինելու, որովհետեւ մենք փակել ենք կոնֆլիկտի էջը, բայց ես ձեզ ասում եմ նաեւ ուղիղ եւ առանց սեթեվաթանքի, չկա եւ չի լինելու 500,000 Ադրբեջանից հեռացած հայերի վերադարձի թեմա, չի լինելու, եւ ասում եմ, չի լինելու նաեւ պետք չի մեզ ուզում են ժողովրդան անընդհատ պահեն գաղթականի պանդուխտի տրամաբանության մեջ, մեզ ուզում են, որ մենք մեր հայրենիքում նստած հայրենիք փնտրենք, մենք ուզում ինչի համար, որտեղ ուզում են, որ մենք մեր հայրենիքում մեզ տնվոր զգանք, եւ մենք ասում ենք ոչ, մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք, որովհետև մենք գտել ենք մեր հայրենիքը եւ մեր երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ մենք եւ մեր սերունդները պետք է ապրենք հավիտյան։ Ջարդելը չգիտեմ, բայց դրանց բոլորին բանտ եմ ղրգելու։ Քոչարյանի գլխավորությամբ։ Չէ, ջարդելու այդ գործ չունենք մենք։ Օրենքով սահմանված կարգով այդ մարդիկ երկար պետք է նստեն, որպես թալանչիներ, որպես լրտեսներ, այսօր, Ժորժ ջան, մենք գործ ունենք լրտեսական եռագլուխ կուսակցության հետ։ Այդ մարդիկ, որի վրա իրանց մուսկուլներն են ցույց տալիս, հանդես են գալիս որպես ուժեղ, այդ մարդիկ կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել, ոչ բիզնես են ինքնուրույն արել։ Ծառուկյանը եւ իր կյանքում մի բան է ինքնուրույն արել, ոստիկանության ստարշին ա եղել ռուս տուրիստ 1000 ներողություն եկեղեցու մեջ բռնաբարել ա, այդ արել ինքնուրույն, դրանից հետո ուրիշ ոչ մի ինքնուրույն բան չի արել, այդ մարդիկ ամբողջ կյանքները պապաներ եւ հովանավորներ են մանկեման եկել, եւ այսօր էլ լրտեսական ցանց են ձևավորել, Գագիկ Ծառուկյանի կուսակցության երկրորդ համարը այսօր կալանավորված է պետական դավաճանության մեջ եւ ինքը իմացել է ում այդ ցուցակը դնում, որովհետեւ իրան հանձնարարել են, ինքը ինքնուրույն որևէ բան ի վիճակի չի անել եւ քանի որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ այդ իրեքին հրաժարվել եմ պապայություն անել, որովհետեւ ինձ բան այդ ինչա Ինձ անառակ զավակներ պետք չեն, Ժողովուրդ ջան, ինձ անառակ զավակներ պետք չեն։ Եվ այդ անառակ զավակները վերադարձի շանս երբեք չեն ունենալու։ Դրա համար իրանք ընկել են աշխարհ եւ պապաներ են ման գալիս իրանց համար։ Բայց էլի եմ ասում, իրանք չեն հասկանում, որ իրանք ընդամենը մանրադրամի դերում են։ Այս ընտրություններից հետո իրանք որպես մանրադրամ խուրդելու են ուղակի։ Եվ դուք դա սեփական աչքերով տեսնում եք Հայաստանի Հանրապետ, ես ասել եմ, նրանք երազելու են Հայաստանի Քոչարյանը, Կալուգացին, Ծառուկյանը, երազելու են Հայաստանից փախնելու հնարավորության մասին, բայց իրանք չեն ունենալու այդ հնարավորությունը, Ժորժ ջան, այս ամեն ինչ իհարկե շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, եւ ես բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ այս ընտրությունների մեծագույն հարցերի հարցը հետեւյալն է. արդյոք Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությունը։ Որտեղ այդ ամենակարևոր հարցը։ Այս ընտրություններում Հիշում եք ընդդիմությունը ինչ էր ասում էր միջանցք են տալիս, մեղրիով միջանցք են տալիս, մեղրին են տալիս, եւ այլն, խոստացել է, միջանցքա խոստացել է չի տալիս դրա համար վատ ալնելու, այսօր այդ թղթերը բացված են, նախաստորագրված եւ բացված են,
Եվ հստակ արձանագրված է, որ թրիփ նախագիծը գործելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակով, որ Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա, այսինքն մի քառակուսի սանտիմետր տեղ չկա, որի վրա Հայաստանի ինքնիշխանությունը չի պահպանվում, որ Հայաստանը իր բացառիկ լիազորություններն է պահպանում մաքսային ֆիտոսանիտարական սահմանային անցման ընթացակարգերի վրա։ Եվ այս ամեն ինչ ասում եմ ցույց տալու համար, թե ինչպիսի կեղծիք էր ընդդիմության թեզը միջանցք տալու եւ միջանց խոստանալու մասին։ Եվ այսօր ավելին մենք թրիփ նախագծի թուղթը ստորագրելով մենք հաղթահարում ենք մեր 35-ամյա շրջափակումը։ Հայաստանը դուրս է գալիս ժողովուրդ ջան շրջափակումից։ Հայաստանը այլևս ծայրագավառ եւ փակուղի չի։ Հայաստանը կենտրոն է եւ խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ։ Եվ այս է տարիքով շնորհավորում ենք։